Ոսկու համաշխարհային գները նոր պատմական ռեկորդի են հասել։ Առաջին անգամ գերազանցելով $5,000 մեկ ունցիայի համար։ Հայաստանում 1 գրամ ոսկին կարելի է գնել 55-ից 60 հազար դրամով։ Այս տարի ոսկու գինը 27%-ով թանկացել է։ Պատճառը աշխարհաքաղաքական անկայունությունն է։ Իդեպ արծաթը ևս թանկացել է։ Այն գրանցել է բոլոր ժամանակների ամենաբարձր գինը՝ $120, շուրջ 45 հազար դրամ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսին կարծիք էր հայտնել, որ եթե այլ բան չփոխվի թանկարժեք մետաղների գների աճի միտման մեջ, ապա դժվար թե ոսկու գները կտրուկ նվազեն։ Այս թանկացումները գնորդների եւ վաճառողների համար խնդիր են դառնում։ Armenia Today Երևանում ոսկու վաճառողներից հետաքրքրվել է, թե ինչպես է սա ազդում առևտրի վրա, իսկ քաղաքացիներից թե արդյոք այս պայմաններում նրանք շարունակում են ոսկի գնել։ Ոսկին թանկացել է, այդ ինչքանով է ազդել ձեր վրա, ձեր գնումների վրա։ Ես չգիտեմ, ստեղ չեմ ապրում, դրա համար չեմ կարող պատասխանել, բայց թանկացել է։ Դե բանուց անպայման անդրադառնում է։ Իսկ ձեզ վրա ազդել է ձեր Ոնց չի ազդել։ Ազդել է, իհարկե ազդել։ Ինչի համար եք առևտուր անում, ինչ առիթով։ Քրոջս աղջիկն է հյուր է եկել Լեհաստանից, ինքը իր համար է առնում, ես խորհրդի կարգով մասնակցում առևտուրին իր։ Տեղյակ էլ չեմ գնայից ճիշտ ասած։ Ալվար դու տեղյակ ես գնայից։ Ասա հարցում են անցկացնում։ Իսկ ինչի համար եք գնում։ Հարսանիքին, Այո։ Վերամուսնության նկատմամբ։ Հա։ Նախորդ տարիներին գնում չեք արել ոսկու, չգիտեք նախորդ տարիներին ինչքան է թանկացել։ Չէ, առաջին անգամ մտել եմ ոսկու շուկա այսօր։ Կալցը առնելու։ Այո, բավականին։ Այսօր տարել եմ գնել, աստարել եմ պատրաստում գնեմ, բայց բավականին բարձր է։ Տեղյակ չեմ ոչ մի բանի, ծովագիզոտ երեխան ավարտում է, ինքն իր համար որոշել է ինչ-որ միացնում բան վերցնի, ոչ արժեքներից եմ տեղյակ, ոչ։ Ինչ կատարվեց այս մի շաբաթվա ընթացքում, այդպիսի բան չէր եղել, որ ոսկին երկրորդ մեջ բարձրացավ համարյա 10,000 դրամ մի գրամի մեջ, այսինքն մի անգամից կտրուկ բարձրացավ դոլարով, նայեք, ինքը 25, այսինքն ինքը $156 էր, ինքը դարձավ $176։ Համարյա $20, համարյա չէ, մի գրամի մեջ ինքը $20 բարձրացավ։ Ոսկու թանկացումը սկսվել է անցյալ տարվա աշնանից, որ ինքը շատ կտրուկ բարձրացել է։ Այսպիսի նախադեպ երբևիցե չի եղել։ Ավելի շատ ոսկու բարձրացումը իհարկե կախված է թե աշխարհում ինչ իրավիճակ է տիրում։ Մեծ մասը պատերազմներն են ազդում ոսկու վրա, որովհետև մեծ տիրությունները մեծ քանակությամբ ոսկի են գնում, այսինքն պահանջարկը շատ է։ Մեր գործի համար դա իհարկե շատ վատ է անդրադառնում։ Այդ թանկացումները ազդել են առևտրի վրա։ Շատ են ազդել։ Առևտուրը շատ նվազել է։ Կարելի է նույնիսկ ասել, որ առևտուր չկա։ Ընդհանրապես առևտուր չկա, ընդհանրապես նույնիսկ հարցնող չի եղել, չի արդարացնում այս գործը, էլի ինչքան բարձրանում է, այնքան առևտուրը նստում է, չի լինում առևտուր օրերով, որ առաջ հերթերի մոտ, 3 սեղանի մոտ, իսկ լավ առևտուր են միշտ արել։ Հիմա բացարձակ տեսնում եք մոտեցող չկա։ Չգիտեմ, շատ տատանումները այս շատ տարբերությունը շատ է, $20-30 մի օրվա մեջ արդեն շատ է, էլի։ Քիչ չի իջնում ու բարձրանում հիմա։ Մի անգամից, որ արդեն ժողովուրդն չի կարողանում կողմնորոշվել, երբ գնի, մտածում են տրնդեզի հետ է կապված, բայց ընդհանրապես կապ չունի տրնդեզի հետ։ Այս Նախորդ տարի տրնդեզի ես իմ մոտ միշտ շատ լավ է եղել, շատ։ Նախորդ տարի ավելի լավ է։ Անցյալ տարի դրա բոլոր տարիներին, իսկ այս տարի խայտառակություն է դաժե, իմաստ չունի այս գործով զբաղվելը, գալիս ես, ուտում ես, սուրճ ես խմում ու գնում ես տուն, այդքան բան։ Ոնց, նայեք, ոնց ես շարել եմ, նենց հավաքում